Ողջույն, Արմավիրի մարզի իմ շատ սիրելի ու շատ աշխատասեր ներողություն, Արարատի մարզի իմ շատ սիրելի և շատ աշխատասեր հայրենակիցներ։ Իրականում արմավիրցիներն էլ են շատ աշխատասեր և արարատցիներն էլ, և ես սա ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որովհետև մեր այս երկու մարզի ժողովրդի համար սովորաբար աշխատանքային օրը սկսում է առավոտյան 4-ին 5-ին, երբ ողջ երկիրը դեռ քնած է։ Սիրելի արարատցիներ, այս օրերին հիբրիդային հարձակման թիրախ է ոչ միայն մեր երկիրը, այլ նաև դուք ինքներդ։ Մենք այսօր ապրում ենք մեր մի քանի հազարամյա պատմության ամենաբարեկեցիկ և ամենախաղաղ ժամանակահատվածը, սակայն պատերազմի եռագլուխ կուսակցությունը այս օրերին տարատեսակ վերբալ և ոչ վերբալ ահաբեկչական ակտեր է իրականացնում մեր ժողովրդի հանդեպ, որպեսզի վերջինիս պահի վախի և անորոշության մեջ։ Ես այս ամբիոնից ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ սրանց խրխռալուն մնացել է ընդամենը 17 օր։ 17 օր հետո սրանց այստեղ ուղարկողներին ուղարկելու են քաղաքական աղբամանը և 17 օրից հետո սրանց հետ Հայաստանում գործ է ունենալու միայն մեկ սուբյեկտ՝ իրավապահ արդարադատական համակարգը։ Ես այժմ ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս կատարել։ Դուք շատ լավ գիտեք, որ բոլոր ժամանակներում էլ իհարկե եղել են գերտերություններ, կայսրություններ և ոչ այդպիսի պետություններ։ Եվ հին աշխարհում, հին դարերում, ինչու ոչ նաև միջնադարում մեծ պետությունները իրենց համեմատ ավելի փոքր պետություններին ենթակա դարձնելու համար հաճախ կիրառում էին մի շատ ընդունված այն ժամանակ տարածված մեթոդ։ Ինչ էին անում։ Պահանջում էին, որ համեմատաբար փոքր պետության թագավորը, իշխանը, բդեշխը, որպես հավերժ հավատարմության և ենթակայության երաշխիք, իրենց հանձնի իր ամենաթանկարժեք ունեցվածքը իր երեխաներին։ Եվ ինչու էին այդպես անում, որպեսզի հանկարծ, եթե այդ երկրի թագավորը, իշխանը, բդեշխը, եթե հանկարծ մի օր որոշեր, որ պետք է հետապնդի սեփական երկրի շահը, նրան դրա մասին հիշեցնեին և նա խելոք ի հաշիվ սեփական ժողովրդի և սեփական պետության շահերի կատարեր այլոց հրահանգները և սպասարկեր այլոց շահերը։ Թվում էր, թե այս ժամանակները հազարամյակներ առաջ են եղել, հին աշխարհում են մնացել, միջնադարում, ֆեոդալական ժամանակ, բայց պարզվում է ոչ։ Դեռևս կա և ցավոք նույնիսկ Հայաստանում կա։ Բայց այստեղ մի հատ լավ լուր մենք ունենք։ Հայաստանում եթե կա, ապա դա պետական մակարդակում չէ, իշխանության մակարդակում չէ, այլ որոշ օլիգարխիկ բդեշխների մակարդակում, որոնք սեփական ունեցվածքը, երեխաներին, կապիտալը պատանդ են հանձնել այլ երկրներին և որոշել են, որ իրենց ունեցվածքի, իրենց երեխաների, իրենց կապիտալի պատանդառության փոխարեն պետք է մեր պետությունը և մեր ժողովրդին պատանդ հանձնեն։ Սիրելի հայրենակիցներ, սրանցից մեկին դուք շատ լավ եք ճանաչում։ Սա այն մեկն է, որը որպես կանոն այս ամիսներին գալիս է, մեծ խոսում է, օրինակ խաղող մթերելուց, իսկ աշնանը, երբ որ գալիս է Արարատցու, Արտաշատցու, Վեդեցու, Մասիսի բնակիչների խաղողը մթերելու ժամանակը, որպես կանոն ման են գալիս ու դրան չեն գտնում։ Սա իր երեխային ուղարկել է պատանդ այլ երկիր։ Եվ այս մեկը բնականաբար չի կարող անել այլ բան, քան այդ երկիրը կասի իրեն։ Եվ հիմա, որպեսզի իր տղային պատանդառությունից ազատի, որոշել է մեր երկիրը, մեր ժողովրդին պատանդ հանձնել։ Մենք սա թույլ չենք կարող տալ։ Եվ այստեղ
Այստեղից դրան ու դրա նմաններին ուզում ենք ասել, որ մեր երկիրն ու մեր ժողովրդին չես կարող դարձնել պատանդ, որպեսզի կարողանաս որտեղ ուզես կրակես, ինչ ուզես թալանես, որ սարի վրա ինչ դղյակ ուզենաս սարքես, մեջն էլ ինչ կենթանի ուզենաս պահես։ Վերջ, ավարտվել է այդ ժամանակահատվածը։ Այն մյուսն իրականում ավելի խղճուկ վիճակում է։ Սրա ունեցած-չունեցածն էլ ամբողջովին նորից պատանդ վիճակում է։ Եվ սա ունի երկու ընտրություն։ Կամ ինքը կդառնա բոմժ, կամ Հայաստանն ու հայ ժողովրդին կդարձնի բոմժ, թնդանոթի միս, անտուն, անպետություն։ Եվ այս անհայրենիքը ընտրել է իր բոմժ չդառնալու ճանապարհը։ Սա պատրաստ է զոհաբերել Հայաստանի անկախությունը։ Սա պատրաստ է հրահրել պատերազմ։ Սա պատրաստ է զոհել մեր զինվորներին, պատրաստ է Հայաստանը դարձնել թույլ, ոչ անկախ միավորում, միայն թե իր կապիտալն օտար երկրում մնա անսասան, միայն թե ինքը բոմժ չդառնա։ Սրան ասում ենք, Հայաստանը մնալու է անկախ, հայ ժողովուրդը ապրելու է խաղաղության ու բարեկեցության մեջ, բայց այս անձնագրով օտար երկրյա հատուկ ծառայությունների գործակալին ասում ենք, որ չափերը շատ չանցնի, հայրենիքի դավաճանության սահմանը շատ չտրորի, որպեսզի մենք կարողանանք իրեն էլ փրկենք, որովհետև ի վերջո նաև իրենց փրկությունը այս երկրում է, Հայաստանի Հանրապետությունում է։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով ուզում եմ նշել, այս օրերին հատկապես մեր սիրելի բնակչությունը շատ վերբալ, այսպես ահաբեկչության հարձակման թիրախ է դառնում, թե այսպես կլինի, այնպես կլինի եւ այլն։ Ուզում եմ նշել, որ ամեն ինչ լավ է լինելու եւ քանի որ մենք ամենագյուղատնտեսական մարզում եմ, ուզում եմ ձեզ պատասխանատու կերպով ասել, որ շուտով իհարկե հերթով կգա մեր պտուղ բանջարեղենների մթերման ժամանակահատվածը, մենք կլինենք ձեր հետ եւ դուք կտեսնեք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին եւ այսուհետ, ինչպես նախորդ տարիներին մենք չենք ունեցել որևէ մթերման խնդիր, այս եւ հաջորդ տարիներին եւս դա չի լինելու, որովհետեւ մեր տնտեսությունը զարգանում է կայուն տեմպերով եւ միևնույն ժամանակ մեր պետությունը անընդհատ ապացուցում է իր դիմակայունությունը եւ կայունությունը։ Եվ այս ամենի լինելու համար մեզանից պահանջվում է մեկ բան։ Հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր, վերցնել 16-րդ քվեաթերթիկը եւ քվեարկել մեր երեխաների ու մեր պետության խաղաղության համար եւ քվեարկել մեր երեխաների ու մեր պետության բարեկեցության ու զարգացման համար։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։